Ղարաբաղյան կլանի բոզի տղենք պահել են մեր 18 տարեկան երեխեքին։ Զինվորին տանն գլուխը կողում են զուգանից ակնասում են քո երևանցի մաման քունեմ ու բան խոշտանգում էին։ Բանա տարասելա նկարներ չկլա Բաքվի բերթում մեր նախագաները են լովա մնացականյաներին չէր կյաժը դարելա սպիտակ ալբինոս մարդիկ ընդ է օյաման մեր նախագաները էտա բերթերում եւ այլն մի ցավակցություններ մի խիղճ մեր նախագաները եւ այլն է դուք ում եք խղճում չէ հարց ում եք դուք խղճում Դուք խղճում եք Բակո Սահակյանին, դուք խղճում եք Արկադի Ղուկասյանին, Արայիկ Հարությունին, մարդիկ, որոնք ձեզանից 100,000 անգամ հարուստ են։ Մարդիկ, ով իրենց քաշի չափ, քաշով, մենակ կարող է բրլյանտ ունենան տներում լցած։ Ուրդեղից։ Այն բոլոր են քաղաքացիները, ովքեր խղճում են Բաքվի բերթում իբր թե փդող Արցախի նախագաներին կամ վարչակազմին, Ես ես ուզում եմ հիշեցնել տարիներ առաջ, ինչու՞ տարիներ, տարի առաջ, Վարդան Ղուկասյանի կողմից, եւ ոչ միայն Վարդան Ղուկասյանի, հրապարակվեցին կադրեր, ինչպիսին է եղել Շուշվա բերթը։ Դուք տես գոմը, այդպես չէր, անասունին նման պայմաններում չէին պահում։ Պատերը, վիճակը, խոնավությունը եւ այլն։ Դուք տեսաք, դաժե ադրբեջանցիք, որ մտել էին Շուշին, գնավոր են ասել են նման պայմաններում եկալա մարդ պահել։ Նման պայմաններում այդ նույն Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը եւ նմանատիպ այլ Ղարաբաղյան կլանի բոզի տղենք պահել են մեր 18 տարեկան երեխեքին, որոնք որ մեղադրվել են տանց գողանալու Ղարաբաղցու տուն մտե Սմետան մածուն են տարե խոսքի իար միջև միջ անձնային հարաբերություն ունենալու Զորամասի պատը թռե անցելա ենկո միջոժամ ուշահետեք է այսպես բաների մեջ մեղադրվող 18 տարեկան երեխեքին սիրելի մեր հայ ժողովուրդ ձեր Ղարաբաղի ղեկավար կազմը պահելա նման բանտում Ես չեմ խոսում նրա մասին լուբոյ Շուշվա բերթ ընկած տղային ով ընկել է Շուշվա բերթ կունենաք ձեր հարևանությամբ կամ Ղարաբաղում ծառայալ իմ բոլոր բառերը կհաստատեն ինչ քֆուրներ են կերել ինչ ծեծու ջարդի են ենթարկվել կլուշնիկների կողմից ոնց են խոշտանգվել այդ նույն Արման Թաթոյանին որոնք այսօր ասում են ինքը կուլտուրական է այդ նույն Արման Թաթոյան Դու հիշում ես, իմ ու քո հանդիպումը 2016 թվական, եթե չեմ սխալվում, Նուբարաշեն քելակատարողական հիմնարկ։ 6-րդ մասնաշենք 0-ներում ադմինիստրացիայից էլ քո հետ մարդկա, երբ որ ես քեզ ասեցի, որ Շուշվա բերթում զինվորները խոշտանգվում են, մետեր եղի, օմբուդսմեն ես։ Ինչ պատասխանեցիր դու ինձ։ Դա մեր երկրի տարածքը չէ։ Ես էլ ասեցի, բայց զինվորները մերն են։ Բայց թե մեր երկրի տարածքը չի, դու խախի պետություն, զինվոր խի զղրգում։ Եվ այսօր ցավակցական բաներ, լացակումած սմալիկներ, Արայիկ Հարությունյանը բանտը ավելի լավ, նախ հետո։ Միացել նայեք ինչ պայմաններում են իրենք, ինչ բերթում են նստած, պոլը, մաքրությունը, տելևիզատոր, գրադարան, էտապորկեք ու հիմա հելը գնացեք Նուբարաշեն քելակատարողական հիմնարկ եւ տեսեք ինչ պայմաններում են մեր կալանավորները։ Մեր բերթի խցերը տեսեք, որը ոչնչով չի տարբերվում Շուշվա բերթից համարյա, ու դրանց պայմանները նայեք, վիպ, նորից եմ կրկնում, բարիս ամենաբուն իմաստով։ Եվ ցավալ, խղճալ, չգիտեմ լացելու սմայլիկներ դնել Արայիկ Հարություն։ Արայիկ Հարությունյանի տուն ու տեղը ծծցնեմ ես։ Արայիկ Հարությունյանը թալանեց սա Ղարաբաղը։ Իա Բակոյով, իա Արկադիով եւ այդ մյուս մնացած բոզի տղեկով։ Այսօր դուք ում եք ցավակցում։ Էդ եմ ուզում հասկանամ։ Այդ լացողները որ սմայլիկները դրել են, այդ սմայլիկ դնողներին մեկը հարցնի, դու Շուշվա բերթի կադրերը տեսել ես, տիկին կամ պարոն։
20-30 տարի քո 18 տարեկան երեխեք այդ բերթում են փդե ամեն մեկը մի հիվանդությամբ տեղից է դուրս հայկե զինվորին տանեն գլուխը կողում են զուքանի ցակասում են քո Երևանցի մաման քունեն ու բան խոշտանգում էին Բայց ժամանակ լացող սմայլիկներ քիչ եք դնում հա Վերջացրեք ու հերիք այդ բոզի տղեկին փորձեք շինել ազգային հերոս կամ խղճալ կամ ես եմ ինչ անել այդ բոզի տղեկի պատճառով եղավ այն ինչ որ եղավ սրանց հետ միասին պատերազմ եք ուզալ պատերազմ կտենակ կոֆե խմող բոզի տղա ու հենց միացել վերադառնան հայրենիք միակ մենակ մկախաղան Հələ ես գամ ու Ադրբեջան ընձի հետ տա, դա շատ ուրախ կլնեմ որ բերու եմ հրապարակի մեջտեղը 5 հատ կռան կայնացնեմ, կրանից հալեմ որ վсё, կախեմ որ ազգը տենա, առձես դեմոկրատիա։ Այդ էս պինետ օրենքը։ Դες բոզի տղեկի բան պատճառով եղավ, այն ինչ որ եղավ։ Նյադը խղճում են։ Մեր նախագահները, ինչ խերից նախագահ։ Ինչ խերից նախագահ։ Երաբալուրը նայեք, նախագահան հասկացեք։ Մնում են հիմա վաղամիսով դրանց է պրեն, ազգային հերոս տան։ Հետ էլ ասեք ու պրծեք։ Կամ եմ ես են բոզի տղեն։ Են, ինչ բանը Ղարաբաղի նախագահ է շքրիս կլոխա, ասման նշանակվել է նոր նախարար։ Բոզի տղա, ով ես նշանակ է նոր նախարար։ Դու պետություն ունես, դու իշխանություն ունես, դու կառավարություն ունես, մի հատ նոր բոզի տղա ես նշանակա։ Ժաննա Անդրեասյան, ու այդ ագարկին։ Ծնվել է 81 թիվ Վրաստան կրթության գիտության նախարար։ Ուրա։ Փաստով, որ այնտեղ բան չլինի, թեմա չլինի։ Կանիկ։ Բացում ենք Ժաննա Անդրեասյանի ռեզումեն։ Տակ 81 թվական Վրաստան ավարտել է Երևանի պետական համալսարան փիլիսոփայության հոգեբանության սոցիոլոգիայի ֆակուլտետ, բակալավր։ Այստեղ ավարտել է եւ այլն, աշխատանքային գործունեություն, աբազ լսի։ Կանչ մանկապատանեկան շաբաթաթերթի թղթակից 97-ից 2002 թվին։ 2003-ից 2004 թվականին կրթական ծրագրերի կենտրոն, ՑԻԳ, ՊՀ սոցիալական գնահատման օգնական, 2004-ից 10 նորից ՑԻԳ ներդրման ծրագրի մասնագետ, 2010-ից 12 նորից ՑԻԳ ներդրման ծրագրերի ղեկավար, 2012-ից 17 նորից ՑԻԳ կրթության ծրագրի ղեկավար, 17-ից 19 ՑԻԳ-ի ղեկավարի տնօրենի տեղակալ 2002-ից 20 թվական համալսարան եւ այլն եւ այլն։ Այսինքն այս կնիկը ցրտվել է ՑԻԳ-ում, ապրում է ՑԻԳ-ում, մեռնելու է ՑԻԳ-ում։ Ես հիշեցնեմ որ ՑԻԳ-ը էդի այն կառույցն է, ով վերահսկողություն, տենդեր, մենդեր եւ այլն, այս ամեն շինարարության հետ կապված ՑԻԳ-ն է։ Ով է ՑԻԳ-ի նախագահան, դա ղեկավարը, կրթության, գիտության, մշակույթի նախարարությունը, միշտ եք ներքև։ Գրիշա Հովանիսյան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոն ՑԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար, աշխատանքային փորձ, ուշադիր լսի, աբազ։ 2016 թվականի հունիսից, 2016 թվականի հունիսից, հələ Նիկոլ, հեղափոխություն, բան, նեմա, ես էլ դարձն պդմ էի։ Մինչև այս պահը, կրթության, գիտության, սպորտի, մշակույթի նախարարության ՑԻԳ-ը ղեկավարում է Գրիշա Հովանիսյանը։ Հիշեցնեմ, որ Գրիշա Հովանիսյանը դաշնակ է, ընկեր Նիկոլի զոմբի բոզի տղեկ։ Դաշնակ է, եւ 16 թվականից մինչև օրս, այսինքն 8 տարի, չէ 8-ն է, 4, 8 տարի ղեկավարում է այս մարդը, ցմակադր։ Այսինքն են դուշը, որը 500 դրամանոց էր, դուշևո, և նստել է 72,000 դրամ։ Այս բոզի տղան պիտի կտներ, պարզեր։ Ուրեմն շին ղեկավար
այդ նույն ցիկում Գրիգոր Բաղդասարյանն է, որը այս նույն Գրիշա Հովանեսյանի հետ միասին գալը անհիշելի ժամանակներից են, որ մենք բմբուլներով էինք վազվզում։ Մյուսը նախագծողը Ռաֆայել Արզումանյան։ Հիմա հարց։ Նախքին ներկա ենք տրցնեմ։ Ասացեք խնդրեմ, եկավ Աննա Վարդապետյանը, նստեք, դատավորնիկը եւս թողնստեն։ Տիկին Աննա Վարդապետյան, ասացեք խնդրեմ, եղավ հեղափոխություն, նախքին ներկա ծծրինի փրտետու դասուդա եւ այլն, մարդը չդատվավ։ Հիմա այս դուշը 500 դրամից 72,000 դրամ, այս դպրոցներից ունիտազները 10 միլիոն դրամանոց եւ այլն։ Առաջանում է հարց։ Ցիկ Գրիշա Հովանեսյան, ով նստած լափը մա, ծծմա, ամբողջ նախագծեր, փողեր, շինթուրտը, այդ սախիշկա չկա եկա նախարարությունում, ագարկա Ժաննայի հետ միասին։ Պարոն Աբազյան, ինչի չի հայտնվել ձեր ուշադրության կենտրոնում, հա? Անդո, օպեր բլոկ ես ղեկավարը, թաղեմ քեզ։ Կոմո չարաշացելով, այս ցիկի ղեկավարը, այս ինչ անփոխայնելի կադր է, որ անիշ 16 թվից մինչև օրս կաթողիկոս է ինչա, ցմայա նշանակվեց բոզի տղեն, 16 թվից մինչև օրս պաշտոնավարը պլյուս բացահայտ դաշնակ։ Հա? Եթե դուք ընդդիմադիր բան եք խտեց խաղամ եւ այլն, իշխան էր, դաշնակ էր, հələ մասում էր նոր տարվա օրը իշխանապողություն պիտի անի։ Բա իա կուսակիցը նստած ԿՊ-ի հետ կրթական համակարգը ծծցնմա։ Պետական բյուջեի հաշվին։ Էս էլ խոմ ձեր կադրնա, իմ հետ իշկա, դոգին են հավարը, ջագենիկը դավայա, դոգիս մի հատ մարդ սուս տվեք, որ աշխատամա ձիգում, անդող ես գլոխդ կախ է, բա դու, եթե դու չգիտես բավ գիտի, կագեբեի զամ մինիստրը ես օպեր բլոկը դու ես ղեկավարը նախքին դատավոր, բա Ժաննա Անդրեասյանի 72,000 անգամ ով պիտի ծասցնի, որ հինքը նայեք ձեր չկա, ոչ թե քրեական գործ, ոչ մի բան, բասած, այդ դուշա կողեմ դուշը, ասում է, այդ ինքը ինչ չեր ասում, այդ արմ կոմեդին լավ լցեց մեջը, դրին սուստվին են կուլտուրականը, մեկել են էլի կուլտուրական են, որը ակնուս դրեց այդ խեշտեղեն, ասում է, ես էլ եմ կուլտուրական, որ մի քիչ նիհարի վապշե կդառնա կուլտուրական, այդ երկու կուլտուրականներով լավ անդրադարձան, ասին են ես Ժաննա դրին հետ առաջ, մեկ ավերեքը չես կարը։ Հարց, ինգեր Ժաննա Անդրեասյանի վերջը ձեռը մեկը ձեռնաշղթա գցելու է, թե ոչ, կամ ես Գրիշա Հովանեսյանին։ Ինչ ա եղել։ Դե մեկը նեղվել էր, ասում է, ես էլ եմ կուլտուրական, բայց ինձ ասում է բան Վարդան ասես, դոգ ասես, դոկերին ասում է անկուլտուրական, բայց ես ոչ չեմ ասել։ Ես պրոտ ասել եմ մեկը մեկը ավելի նրբիկ, ինտելիգենցիա։ Ինչ ես առաջարկում։ Էդ ուգան։ Ռուսիկն առաջարկում է, ասում է, անկոմեդի տղաներին հրավիրեք մի օր հանրային ձայն։ Հանրային դատ հաղորդաշորի խնդրեմ, այն մարդիկ եթե ուզում են թողան, ով է բռնել, չայ, մայ, կոֆե սեղան կծի, թողել են գան, ջան տղա, դու քալելով գան, ամեն կնի արեն։ Այն մեկը նամանավանդ։ Այդ լավ է, հրավիրատոմսի հետո։ Հիմա ասենք առաջ։ Ժաննա Անդրեասյանին մեկը պիտի, մայ Ժաննա Անդրեասյանը դուշը, որ տվեց բուրը, Նիկոլը դուշը տվեց բուրը, որ տվեց, Ժաննա Անդրեասյանը ինչ արեց այդ դուշը ավելի մեծ էր, քան այդ դուշը, որ Ժաննան բռնել է, ես պատկերացնում եմ ինքը ինչա պատկերացրել, այդ դուշևոն, որովհետև ինքը շատ կուզենար, որ այտենց բան, այդ չափի ու տենց պինդ ինքը բռնել ամեն գիշեր, բայց Աստված տվեց չի խնայե, էտա Ժաննայի մարդն, պլո, նեմա պլո, չկա, Մակարովի կրակած պատրոն հազիվ նշմարելի, ու այդ կնիկը, որ բռնել ես պատկերացնում եմ, բիրոտ կակ բոմբ ու բիրոտ կակ հիժա բիրոտ, սիխի ասավես կմպաս պրծե, այդ նույնը պատկերացնել է էտա Ժաննա, ծիկ, Սար, ամուր և երկար, մեծ գագաթով, նմանա դուշը և էսի, գալովկեն, ավելի պատկերավոր, բայց ոչ մի բան, 72,000 դրամանոց դուշևո, ասել ասող կա, չնայած կաչի խերը ավելի երկարը քան այդ բանը դուշևոն, որ Նիկոլը քանդեց, էդի կաչի խերը 50%-ն էր, կաչին գրգի Ժաննա Անդրեասյանի մոզանգի թույթադրատուն։
Մեղք այդ կնիկը, թե չէ մենակ դուշա բռնամ այդ չափի, ուրիշ ոչի բան չունի որ բռնի։ Դա չկա էլի խոմզորով չի։ Նեմա։ Դժբախտ կին։ Դա համար բան չեմ ասում։